Վարչապետը տեսել է կադրերը, թե ինչպես էին Քոչարյանի թոռները պաստառով դիմավորել ԱԱԾ-ականներին վաղ առավոտյան։ Ըստ Փաշինյանի, Քոչարյան ընտանիքը դիտավորյալ զենքայնացրել է երեխաներին, իսկ այսպես կոչված ուտեչկա տվողին անպայման գտնելու են։ Հետո էլ մի հատ մեծ պատմություն են սարքել, այ երեխեքը, բայց եթե դուք գիտեիք, որ գալու են, երեխեքին խի տատիկ պապիկի մյուս տուն չէիք ուղարկել։ Ինչի չէիք ուղարկել, այսինքն պահել էիք, որ երեխեքով շոու անեք, երեխեքի թիկունքում, բայց այդքան սիրում էիք երեխեքին, այդ պլակատ գրելու ժամանակահատվածում կարելի էր ուղղակի երեխեքին բան անել, ուղարկել մյուս տատիկ պապիկների տուն, ընկերոջ տուն, հարազատի տուն։ Իրավապահ համակարգի այսպես ասած խլուրդների վրա է բարկացած Փաշինյանը ու սպառնում է բացահայտ։ Չգիտեմ ինչ ընթանում, ինչ է տակրում, ինձ պետք են անուններ եւ ապացույցներ։ Եթե այդ անուններն ու ապացույցները չեղավ, ես ուղիղ ասում եմ իրավապահ համակարգի իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու։ Այլ որ չասեք, զանգվածային։ Մտնելու եմ շենք, ով աչքից դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու ազատելու։ Հա? Սպառնում եմ, ահա որ սաստիկ ձևի սպառնում եմ։ Սաստիկ։ Չկատակ չեմ անում։ Անկլավների հարցը խաղաղության տապալման նյարդ պարունակող վերջին թեման էր, եւ այդ նյարդը Փաշինյանն ասում է արդեն հեռացրել է։ Ըստ վարչապետի, անկլավների եւ սահմանազատման հարցերում կան իրադրություններ, որոնց շրջանակում ասում են, թե կարող ենք ճանապարհներից զրկվել, սակայն Ադրբեջանն էլ ունի նման խնդիր։ Ավելին, ինքը համոզված է, որ Հայաստանի դեպքում իրավիճակը շատ ավելի լավ է, քան Ադրբեջանի դեպքում։ Ադրբեջանի հետ մենք այս թեմայով քննարկում չունենք այս պահին։ Բայց մենք ունենք ընդհանուր բանի խնդիր, սահմանազատման խնդիր, որովհետև եթե մենք այսօր չասենք քյարքի, նշանակում է մենք ջերմուկի այդ օկուպացված տարածքներից հրաժարվում ենք, որովհետև առաջա գալիս սկզբունքով ինչ գրավել է, դե Իրանն է, դե գրավել ենք։ Նախ եւ երկրորդ դա կոնֆլիկտային սկզբունք է։ Մի զիլ բացահայտում էլ արեց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։ Ասում է, կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել նոր հեղափոխության ալիք զոնդաժ անելու համար 2024 թվականի պրոցեսների նմանությամբ։ Բագրատի հեղափոխությունից պրծանք հիմա էլ էսա սկսելու է կտրիչի հեղափոխություն։ Գալու աստեղ ասի 15 րոպե եմ տալիս, նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս։ Օգոստոսի 28-ին վաղարշաբաթի դատարանում տեղի կունենա ամենայն հայոց կաթողիկոսի եւ եպիսկոպոսների քրեական դատավարությունը։ Մայրաթոռը հայտնել է, որ Գարեգին II-ն ու եպիսկոպոսները դատական նիստին չեն ներկայանալու։ Քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն։ Նիստին մասնակցելու են պաշտպանները։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։